Ողջույն բոլորին, գիտեք թե ով է այն շախմատիստը, ում պարտության մատնելը համարվում էր գրեթե անհնար։ Այսօրվա տեսանյութում բացահայտում ենք լեգենդար Տիգրան Պետրոսյանին։ Երկաթե Տիգրան, մարդ, ով նվաճեց աշխարհը իր անառիկ պաշտպանությամբ։ Ով էր Տիգրան Պետրոսյանը, շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն, շախմատի պատմության մեջ անմահացած անուն։ 1963-ից մինչև 1969 թվականը շախմատի աշխարհի չեմպիոն, մարդ, ով շախմատը դարձրեց Հայաստանի ամենասիրված խաղերից մեկը։ Դժվար սկիզբ։ Տիգրան Պետրոսյանը ծնվել է Թբիլիսիում 1929 թվականին։ Վաղ տարիքում կորցրել է ծնողներին։ Փոքրիկ տղան ստիպված էր մաքրել փողոցները, որպեսզի օգնի ընտանիքին, բայց դժվարությունները նրան չկոտրեցին։ Հակառակը, յուրաքանչյուր փորձություն նրան դարձրեց ավելի ուժեղ։ Ինչու երկաթե Տիգրան։ Նրա պաշտպանությունը նման էր անթափանց պարսպի, գրեթե անհնար էր հաղթել նրան։ Պատմական հաղթանակ Մոսկվայում։ Մոսկվայում տեղի ունեցավ պատմական խաղ։ Տիգրան Պետրոսյանը հաղթեց Միխայիլ Բոտվիննիկին և դարձավ աշխարհի չեմպիոն։ Երբ նա դարձավ չեմպիոն, Հայաստանում հազարավոր մարդիկ դուրս էին եկել տոնելու, կարծես ազգային տոն լիներ։ 9 անգամ շախմատի օլիմպիական խաղերի հաղթող, 4 անգամ խորհրդային միության չեմպիոն, 10 տարիներ առանց պարտության։ Տիգրան Պետրոսյանը շախմատից բացի նաև ֆուտբոլի մեծ սիրահար էր։ Նա երկրպագում էր Արարատ թիմին։ Փիլիսոփա էր և գիտնական։ Տիգրան Պետրոսյանը ուներ լսողության խնդիրներ։ Մրցաշարերի ժամանակ նա հանում էր իր լսողական սարքը, որպեսզի ավելի լավ կենտրոնանա։ Հայաստանում երբեք չեն մոռանում Տիգրան Պետրոսյանին։ Նրա անունը կրում են դպրոցներ և փողոցներ։ Երևանում է գտնվում Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տունը։ Այն կառուցելիս հիմնաքարը դրել է հենց ինքը՝ Տիգրան Պետրոսյանը։ Տիգրան Պետրոսյանի խրատը։ Շախմատում ամենակարևորը համբերությունն ու ուժեղ կամքն է։ Երբեք մի հանձնվեք, սովորեք պարտությունից, հավատացեք ինքներդ ձեզ։ Ինչքան էլ որ դժվար լինի իրավիճակը, փորձեք լուծումներ գտնել։ Շնորհակալություն ուշադրության համար։ Իսկ ձեզ ո՞ր փաստը դուր եկավ։ Գրեք մեկնաբանություններում և բաժանորդագրվեք իմեջին։